Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանն է, հիշեցնեմ մեր հետևորդներին, որ Նոյան Տապանի ուղի եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Պարոն Շիրինյան, միշտ ներքաղաքական իրադարձություններին անդրադառնալը Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Բանաձև այժմ ներկայացվելու է Իսրայելի խորհրդարան վերջնական քվեարկության։ Ինչով է պայմանավորված, ինչու է կրկին այս հարցը բարձրացվում Իսրայելում, ընդ որում Նեթանյահուն հայտարարել է, որ աջակցում է հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին եւ Թուրքիայի արտգործնախարարությունն էլ բանաձևին այս իրադարձությանը արձագանքեց, նշելով, որ սա քաղաքական որոշում է եւ ընդհանրապես Նեթանյահուն փորձում է Գազայում տեղի ունեցող իրադարձությունները քողարկել հայոց ցեղասպանության այդ իրադարձությունների ներքո։ Ինչի մասին է խոսում այս ամենը։ Երկու մաս կա հարցի մեջ։ Հրյաները գործում են քաղաքական հրյաներ, ինչպես հրյաներ, թուրքերը պատասխանում են ինչպես թուրքեր։ Եղավ, որը հայ ժողովրդի հետ ինչ կան առնչություն ունի ցեղասպանության հետ ինչ հարց ունի, այնքան էլ հասկանալի չի։ Բայց այն փաստը, որ Իսրայելի նման պետությունը ճանաչում է, բոլոր դեպքերում նորմալ է, որովհետև դրա տակ մենք գիտենք, որ Իսրայելի հարցը չի մենակ։ Հրեական լոբին է, իսկ հրեական լոբի ֆինանսական եւ մագնատներ եւ այլն Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա հայության կառույցների հետ մերձեցման հնարավորություն են տալիս, դա եւ նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Իսրայելի միջև ավելի սերտ համագործակցություն հարաբերություններ ստեղծել։ Չպետք է մոռանանք, որ Իսրայելը Ադրբեջանի հովանավոր պետության նման մի բան է։ Այս չի կարող, այս փաստը չանդրադառնալ ինչ-որ չափով նաև Ադրբեջան-Իսրայել փոխհարաբերություններին։ Ինչքան էլ թուրքերն իրենց էշի տեղ դնեն, ես Բաքվի թուրքերին նկատի ունեմ, էլի։ Հիմա կոնկրետ վերադառնանք։ Բայց սա հերթական այն քայլերից է, որի վերաբերյալ մենք պետք է համբերատար լինենք, կողքից դիտենք շատ ուրեմն եւ տեսնենք կնեսցետը քվեարկելու է թե չէ։ Այստեղ է հարց, այսինքն պարլամենտը քվեարկելու է թե չէ, ժամանակին քվեարկության դնելու են թե չէ։ Բազմաթիվ անհայտ հարցեր կան, որոնց պատասխանը պետք է ստացվի քվեարկության փաստով։ Կարող է այսպես լինել, չնայած սա նախատեպ է, կառավարությունն է ամբողջովին, ամբողջ կազմով քվեարկել լինել Նեթանյահուի կառավարությունը, սա հատուկ եմ ասում, որ հասկանում եք, հասկանա։ Հիմա տեսնենք ինչ կլինի այդտեղ, բայց ինքնին շատ լավ կլինի, որ թեկուզ այս տեսքով, որը Հայաստանի քաղաքականության, հայ ժողովրդի ուժերի եւ այլն հետ առնչություն չունի, շարունակվի։ Սա ապացուցում է մի բան, որ իրականում ես շատ եմ ասել ժամանակին հայկական հարցը եւ ցեղասպանության հարցը միջազգային հարց է։ Այդ մի օր էլ Արցախի հարցն է Ադրբեջանի քթից դուրս գալու, այդ նկատի ունեցեք։ Բայց ուղղակի մեր հիմա վիճակը այն չի, որ մենք այդ բոլորը բան անենք։ Դրա համար է Մոսկվան տաքացնում այդ հարցը, որ մեզ համար աննպաստ վիճակում։ Մենք պետք է ինչ անենք։ Պետության հզորացումով եւ բաներով զբաղվենք, էլի, պետություն, որը գերարդիական լինի տեխնոլոգի շարունակենք։ Պատմական արդարության վերականգնում Ես կարծում եմ, որ այս Նեթանյահուի ուղեղում ընդհանրապես պատմական ոչ մի արդարության փաստ գոյություն չունի, բայց ինքը փաստը պատմական է, մեծ բան է, եւ ոչ էլ Էրդողանի ուղեղում պատմական բան կա։ Սա այն գործիքակազմն է, որ իրենք անում են, բայց մեզ համար աշխարհի համար պատմական երանգ։ Ես չեմ ուզում, որ հայերը ոգևորվեն սկսեն պատմություն, տեսնենք ինչ կլինի ու կգնա։ Բայց հիմա որն է ենթատեքստը, ես պետք է հասկանանք ինչու մինչև հիմա գալիս էին ինչ-որ միտեղ, սպառնում էին, բայց չէին անում։ Ես օրինակ 4-ից 7 թվականներին աշխատել եմ Երուսաղեմի մեր եկեղեցու ուսումնական կենտրոնում դասավանդել եմ եւ տեսել եմ թե մեր հայդատի գրասենյակ եւ մնացածները
ուրեմն մի Ժորժետ, մի հրաշալի Սևան, այնտեղ եւ այլն, շատ լավ մտերին, որ ինձ համար շատ հարազատ մարդիկ, ինչպես են ամեն ցեղասպանության ճանաչման հաստի համար, սերով եւ այլն, էլ եսպես շատ չասեմ, տառապել, արել, որ գործը շարժվի, բայց այն ժամանակ նամակները գործը կարդալուն էլ չի հասել, բայց հիմա ուրեմն միանգամից կառավարությունը, որն է ենթատեքստը, մի խոսքով ասելը, սա Հայաստանի հետ առնչվում է, թե չէ, հայկական հարցի եւ պատմական արդարության հետ, իհարկե իրենք կպցնելու են, պատմական արդար սկսել են, էլի։ Հիմա տեսեք ինչն է հարցը, սա բացուցում է մի փաստ, որ ոչ միայն ուրեմն Գազայից էլ են գոմ, այդ թուրքերը այդ Գազայի համար չեն խելագարվում, Էրդողանը Գազայի հարցը օգտագործում է այնպես, ինչպես ուրիշներն ուրիշ հարցեր, որ այլապես ինքը կարող է ռազմական գործողությունների դիմել Գազայի օրերին, ոչ թե տեսնեն մեկը խրվեց, հետո վրատան փաստի վրա բան անեն, էլի, այսպես։ Ուրեմն սա բացուցում է, որ հարաբերությունները թուրք, այսպես իսրայելական ոչ միայն վատացել են, այլ շատ են վատացել, ինչու են շատ վատացել, ինչու ավելի առաջ գնաց Իսրայելը, ասեմ ձեզ, աշխարհաքաղաքական իրականությունը արմատապես է փոխվում, արմատապես երկրաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում եւ աշխարհում փոխվում է, եւ հայկական հարցը, ցեղասպանության հարցը Հայաստանն է, տեսեք, Հայաստանը անվերջ Ռուսաստանից հեռանում է, Ռուսաստանը խրվել է ցեղից դուրս չի գալու, այս վիճակ չի եղել, տասնյակ տարիներ, 100 տարի էլ չի եղել, ուրեմն այս էլ նույն մյուս հարցականն է եւ ահա այսպես եզրակացությունը մեկն է, երկրաքաղաքական գեոստրատեգիական իրականությունը մեր ձայնոր միջին արևելքում արմատապես է փոխվում եւ այսօրվա դաշնակիցները դառնում են իրար թշնամիներ, երեկվա թշնամիները դառնում են ուրեմն բարեկամներ եւ հարազատներ։ Հիմա ինչ է պետք է, ինչպես կողմնորոշվել, հարցես է։ Ուրեմն կա մի բացատրություն, ուրիշ ոչինչ չկա, ճանաչիր ազգային պետական շահը եւ գործիր համապատասխան ազգային պետական շահիդ, ինչպես որ Հայաստանի իշխանությունները շատ ավելի արդյունավետ 3-4 տարի արդեն գործում են։ Ես էլ իրենց օգնում եմ, եթերով եմ օգնում, եթե ուրիշ բան չլինի։ Եվ մենք շարժվում ենք առաջ։ Բարձ է, մնացածը կտեսնենք։ Եթե ճանաչեց կնեսեդը քվեարկեց, այլ մենք կմտածենք ուրիշ բաների մասին, օրինակ, ասեմ ինչի մասին, հիմա հարցը նորից երկրաքաղաքական իրականությունը ձեր հրաշալի հարցը, ուրեմն մենք պետք է ցեղասպանության հայկական հարցի, Հայաստանի աշխարհաքաղաքական իրականության եւ Հայաստանի պատմություն առանցին, բայց բոլոր դեպքերում էս սրանց վերաբերյալ մենք պետք է ունենանք մեր ազգային տեսակետով կոնցեպցիաներ, մենք դա չունենք, մենք Մոսկվայից հրահրված եւ սնված կոնցեպցիաներով ենք առաջնորդվել, դրա համար եկել է միշտ աղետի առաջ ենք կանգնել, բարձ է, ուրեմն հարցադրում է նոր իրականության մեջ, մեզ պարտավորեցնում է, ոչ թե դրանցից հրաժարվել, այդ անհետեցություններ չսկսեն, այդ ոչ մեկը չի կարող ոչ հրաժարվել, ոչ հաստատել եւ այլն, իրականություն է, այլ Հայաստանի շուրջ, հայկական հարցի շուրջ եւ հայկական ցեղասպանության ճանաչման հետևանքների ակտարման վերաբերյալ ինչպիսի արմատական, գիտական նոր մոտեցումներ պիտի լինեն, որոնց հիմքը մեկն է, Հայաստանի պետական շահը։ Իսկ գլոբալ իմաստով, որտեղ մենք ունենք նաև գլոբալ համահայկական հարցեր, ցեղասպանության ճանաչումը գլոբալ հարց է, մենակ մեր հարցը չի, Հայաստանին է։ Հետևաբար համազգային շահերի տեսակետից կան հարցեր, որոնք համազգային են։ Մենք մեր քաղաքական գիտությունը, որը չնչին բացառություններով մնում է տգետ, մնում է մակերեսի վրա, մնում է տոկոսների վրա, այդ սոցիոլոգիա եւ անն կեղծ թվերի բանի չի կարողանում խորքը թափանցել, պատմագիտություն եւ այլն, բայց սա ժամանակավոր բան է, սա արդեն ճանապարհը բացվել է, Բանդորայի արկղը բացվել է, եւ մենք պետք է ունենանք adekvat պատասխաններ որպես բացատրություն եւ գործողությունների ծրագիր, այն բլամբետ, ինչ որ ասում են, այդպես չկասեմ, ուրեմն, այսպես է, անալիզ,
այսպես դիագնոզ եւ պրոգնոզ։ Մենք ասեմ աշխարհում է քայլությունը։ Մենք մտածում ենք անալիզ, վերլուծում ենք իրականությունը, ախտորոշում ենք տալիս, ուրեմն դիագնոզում ենք, որպեսզի անենք պրոգնոզներ եւ կառավարենք process-ը։ Եթե մենք այս սխեմայի մեջ կաշխատենք, ուրեմն օքեյ, մեզ հետ ոչինչ չի պատահի, բայց եթե ընտրություններում հետևողը տարի պետք է գողականին ընտրեն, քաղաքագիտությունը մերժեն, քրիստոնեությունը չտեսնեն, գողականը արժևորեն, ուրեմն մեզ ոչ մի բան չի օգնել, նկատի ունեցեք։ Ուրեմն սրանք պետք է եւ ազգային պետական շահ, դրանք պետք է ձևակերպել։ Ես հարց առաջին անգամ տնում եմ ուրիշ կերպ։ Մենք պետք է նոր իրականության մեջ մեր շահերը ձևակերպենք եւ հասկանանք։ Ինչպես աշխարհում ընդունված է, եղավ, որը Ռուսաստանի հետ չի համընկնում, այդ կանխավ ասեմ։ Ովքեր որ Ռուսաստանի շահ են պաշտպանում հայության մեջ, դրանք Հայաստանի թշնամիներն են, առնվազն։ Իրենք գիտակից են, թե անգիտակից են, այն մի Մարգարիտաբան, այդ ոճրագործներ են, այդ բաները, ուրեմն հայկական ծագումով մուտանները, որոնք համակիրներ ունեն, ուրեմն ասեմ, այդ Միգրանյան, Բագդասարո, Մարգարիտա, որոնք սրանք են ցեցում, եւ սրանք հայ ժողովրդի ոճրագործներն են, ովքեր Հայաստանում են պաշտպանում կամ դրանք ավելի մեծ ոճրագործներ են եւ թշնամիներ են Հայաստանի պետության։ Սրանք ռուսացած, ռուսների կողմից չմերժված, սրանք ռուս չեն, ռուսները թքած ունեն սրանց վրա չեն վերցնում, բայց հայությունից անverջ հեռացած եւ ռուսներին քզնող զանգված են Երևանից մինչեւ Մոսկվա, Վլադիվոստոկից մինչեւ Կալուկա եւ այլն եւ Կալինինգրադ, ոնց կուզեք։ Ուրեմն մենք պետք է մեր ազգային պետական շահ հասկանանք։ Եվ վերջ։ Եվ այստեղ ես հիշեմ մի բան, որ կակրած կներեք այդ բանի համար, գալիս այսօրվա համար։ 1891 թվականին Ռափայել Բաղդանյանը իր հայտնի վարդապետարանում հարց է դնում. ով է իսկական հայը, Ռափայել Բաղդանյանը, ասում է, ով գիշեր ցերեկ կպայքարի Հայաստանի ազատության եւ անկախության համար։ Ասում է, բա մնացածներն ովքեր են, ասում մնացած առիվաշխեք են, այսինքն ոչ միայն անպիտան հայեր են, այլ անպիտան մարդիկ են, փողոցները լիքն են, բայց կրճատվում են եւ պիտի կրճատվեն։ Այդ դրանք այդ անպիտան մարդիկ են, որոնք ոչ ռուս են, ոչ այստեղ են։ Այն նայեք, որ հայեր են անուն ազգանունով, չի պաշտպանում Հայաստանի պետական շահն է Հայաստանի։ Այստեղ այնպես որ այս Իսրայելի, ինչու եմ ասում Նատանյահուն, որտեղ մենք հասկանում ենք, որ Իսրայելը արևմտյան քաղաքականության այսպես հիմնական լծակներից, գեներացնողներից մեկն է, չէ՞։ Եվ իմ պրոգնոզը ճիշտ է դուրս գալիս, որ մենք պարտավոր ենք Միացյալ Նահանգների հետ անընդհատ մերձենանք, սա ցուցիչներից մեկն է։ Այդ դեպքում Ադրբեջանի հետ ինչ է լինելու, դուք Ադրբեջանի հետ լինելու է կանոնավորում, ոչ մի բան էլ չի լինելու։ Եթե մենք այս աղբանոցը չունենայինք 2 տարի, այդ ցույցեր, գործատուլներ եւ իշխանություններ ռիսկաներ, որ սրանց բանդերը մտցներ ոչ թե ընդրությունից հետո ցույցերը ցերեր։ Նկատի ունեմ Իսրայել եւ Ադրբեջան։ Նրանց հարաբերությունները վատանալու են քիչ շատ, ինչու՞։ Մեր պատճառով նրանք պատասխան։ Մեր պատճառը չի, ցեղասպանության Իսրայելի ճանաչածը մեր հետ կապ չունի։ Իհարկե չունի, դա մի կարող է ուրիշ բան լինել, բայց քանի որ մենք ենք սուբյեկտը եղել, մենք այնքանով չողջևորվենք, բայց դա խրվում է նաև Էրդողանի համապատասխան տեղը, խրվում է նաև ուզի Ալիևի համապատասխան տեղը, չի կարող, որտեղ այդ ցեղասպանությունը ինքը մետաստազի նման մերձավոր միջին արևելք Անատոլիային ասում, ինչ Անատոլիա, հայկական լեռնաշխարհում, ամաչում եք ասել, հայկական, եւ հայկական լեռնաշխարհավերան հատվածում Արցախ աշխարհն է։ Եվ մնացածը, բայց հիմա իմ ասածը չպիտի գալել այնպես, որ մենք ինչ-որ ակտիվանում ենք այդ հարցում, մենք կարիք չունենք, միլիոն անգամ ասել եմ, եթե որևէ այս խոշոր տերություն ուժեղ, եթե ուզում է ճանաչել, նոր կկանչի կասի արի ուզի տամ էլի, իսկ մնացածով իշքան ճաղես քեզ չի լինելու, չեն անելու, ասեցի օրինակը բերեցի, հիմա դրա համար մեզ մնում է պետությունը արդիականացնել
կանոնավորել հարաբերությունները տարածաշրջանում մեր հարևանների հետ։ Եվ Մեր Թուրքիա, ազգային շահերը, այո, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան եւ այլն։ Բա Իրանն էլ նկատի ունեցեք, Իրանը պատերազմից առաջ ուրիշ բան էր, այս հիմա ուրիշ բան է։ Ցեսները պիտի հասկանան եւ ձևակերպումները ավելի խորը տանել եւ լավ կարողանալ բալանսը հաշվապահի են, հանջարեղ հաշվապահի վարպետությամբ այդ հաշվեկշիռը կամ տարեկան բալանսը պիտի հանել, ուրիշ ոչինչ։ Եվ մենք հաջողած ենք, մենք արդեն հաջողած ենք։ Պարզապես պիտի մեր ազգային շահի հետ տեսնենք ինչ կանով է, իհարկե մեր ցեղասպանությունն է մեզ հետ է առնչում, մերն է, ուրեմն ինչ-որ մաս կա, քանի տոկոս է, գլխավոր է, երկրորդական է, մենք այստեղ պիտի մի բնավորության ձեռք բերենք, հայկական հուզագանությունը, սուտ խոսելը, պոռոտախոսությունը, չէ, այնպես են խոսում, որ ձեր պատերազմում Ալիևին հաղթել են, մի հատ էլ բան են անում, շատերը կան, ուրեմն այս բոլորից պիտի հրաժարվել եւ ինչ լինել, կոչ են անում աշխարհով մեկ, հիշել Արտաշեսին եւ Տիգրանին, Տրթադմեցին, որտեղ մեր ազգային գաղափարախոսությունը, ազգային արժեհամակարգը 301 թվի մեջ է, թե ինչ կանով, ժողովուրդը հիշում տա, մեր տված ձայների թիվը նայեք, այդ ենքան էլ հուսադրող չի, ուրեմն պետք է փոխվել, բայց այստեղ ես կոչ եմ անում, առաջարկում եմ, ուրեմն Տրթադի մեջ պես լինել իմաստուն Տրթադմեցի, բայց անգլիացու պես սառնասիրտ եւ հաշվել իմանալ, հաշվել, հրայի նման փոխ հաշվել իմանալ, այս բոլոր գումարեք, մենք կդառնանք կլասիկ հայ, եւ բոլորը շարժվում ենք առաջ, հիմա տեսնենք Նատանյահուն ինչ է անելու, եւ Էրդողանն ինչ է անել, մենք պետք է ուշադիր նայենք, բայց դա մեր քաղաքականության հետ, գործնականի հետ առայժմ չպիտի առնչվի, ոչ մի ձևով, իրենք իրար հետ չգիտեմ, վաղ կարող են գնալ նստեն ու տեղ խմեն հարցփակեն, ենթադրենք այդպես։ Այսինքն դուք ասում եք չպետք է ոգևորենք, դա նշանակում է, որ ինքներս ինչ-որ հայտարարություններ Ինչին ենք հայտարարություն անում։ Իսրայելը, որ տասնյակ տարիներ մերժում էր, հիմա ճանաչել է։ Էրդողանը, որ չէր ճանաչում, հիմա ուրիշ կրիտիկական զանգվածի մեջ ենք։ Մեզ համար կենսական է Ռուսաստանից փոխվելը եւ հարաբերությունների հետ հարաբերությունները մեր ազգային շահերի ընկալման տեսակետից ուրեմն կարողանալ ձևակերպել, ռեալիզացնել եւ Ադրբեջանին անիմաստ զիջումներ չանելը, հակառակը մտածել այդ տարածքները զուրծվելը։ Եթե դա խանգարում է ինչ-որ բան սրան, այդ բոլորից պետք է նայեք, ասի անգլիացու պես, նայեք տեսեք ինչ է լինում։ Հետո այդ քայլերը կանենք, որովհետեւ դա մեզ հետ առնչվելու է մի օր, բայց ոչ հիմա։ Պարոն Շիրինյան, ասում եք, որ հիմա մեր գլխավոր նպատակներից մեկը Ռուսաստանի այդ ճնշումներից հեռանալն է, բայց Ռուսաստանից հեռանալն է եւ բայց Ռուսաստանից հնչում են հայտարարություններ, օրինակ Մեդվեդևը հայտարարում է, որ Ռուսաստանի հետ կապերի խզումը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի շարքային քաղաքացիների համար։ Եվ գրգռում է, էլի շարքային քաղաքացուն կներեք, գրգռում բան է անում իշխանության դեմ, Նիկոլի դեմ է։ Մոսկվայի դեմ պայքարի գործիք է արևմուտքը դարձում շարքային քաղաքացու։ Իրենից լավ ինքը Պուտինի ուղիղ գործիքն է, Ժիրինովսկին էր գործիքը, հիմա գործիքակազմն է։ Բայց Երևանը հիմա պատրաստ է այդ տնտեսական, այդ սոցիալական, այդ բոլոր մարտահրավերներին հիմա դիմակայելու։ Ուրեմն Եկինայի Ռասիա ցուցակը կազմելուց Մեդվեդևին ցուցակ չի մտցրել։ Ուրեմն այս աչքը լույսիրա, իրեն չեն մտցրել, որտեղ դա, այսինքն իրեն գործիք որպես օգտագործում են, էլի մի բաժակ արավ, քցե, չքցե։ Հիմա այս, բայց իհարկե, այստեղ այսպիսի բան կա, ռիսկ կա, թե չէ, իհարկե կա, բայց եթե մենք այդ ռիսկերը չենք անում, ով է բերելու մեր դիմաց կանգնեցնելու։ Կարող է շատ բան անել, թե չէ, ես օրինակ Եթե այսպես վերցնենք, Աստված չանի, մեծ գոդեմարտերի չի հասնելու գործը, ենթադրում եմ չի հասնել, ես Մեդվեդևներից անչափ գոհ եմ, շնորհակալ չեմ, ինչու, իրենք չլնեին Հայաստանի տնտեսությունը չէր շարժվի Եվրոպա, հիշում եք բանը, մենք ենք մեր սարերը, բան ինչ ասում, ուրեմն Շերենցին մեր հանջարը դու չլիներ, ես լողացող ասում է Սոսարքսյան մեդիցին ասում է դու չլիներ, ես լողացողը չէ, ես ժողովրդի ռուսներից կփոխվի, վարիանտ չկար, հիմա փոխվում է, վարիանտ չունի, իշխանությունները հեշտությամբ կարող է այդ բանը ռեալիզացնել, դժվարություններ լինելու են, թե չէ, դժվար է ասել, որովհետև արևմուտքը օգնում է, հիմա
վնասներ կլինեն, թե չէ, ասել եմ, հիմա էլ եմ ասում, ես հեչ կասկած չունեմ, որ կառավարությունը ինքը իր ֆոնդերից արդեն միջոցներ տրամադրել է, որ արևմուտքը փող է տալիս, միջոցներ եւ Եվրոպայի դռները բացել են, շուկան բացել են, էլի չեք ուզում։ Չեք ուզում Ռուսաստանի աղբանոցից դուրս գաք։ Եթե լինի, այդ ապրանքը երբեք լավ չեք արտադրելու Ռուսաստանում, որտեղ աղբը վաճառվում է, երբեք մենք չենք զարգանալու։ Ուզում եք Սերժի Ռոբերտի ժամանակը, այդ մի 30 տարի հետ վերջնականապես ջնջխմենք, վերջանանք, շարունակեք նույնը, ինչ եղել։ Այսինքն սա շանս է նաև հնարավորություն է Պուտինը տվել է Հայաստանին անկախացնում է Ինչպես որ Ուկրաինային մարդ դարձրեց եւ գլխին փորձանք դարձրեց որ այդ Ուկրաինան իրեն ոչնչացնի եւ ոչնչացնելու է քաղաքականություն ինչպես ասում են իրենք են սիրում ռուսները երբ բանի այդ երկու գլխանի չգիտեմ ինչ է թե չէ քաղաքականություն խելքի բան էլի իսկապես եմ ասում Մեդվեդևը չլներ Մարգարիտա Սևոնյանը չլնեին Այդ որ ես քանի տարի առաջ սկսել էի ռուսի բացադրել Ռուսաստանը, հոշոտում են ճամփեքին։ Հիմա մարդկա ինձնից բան է, ինձ սովորեցնում են Ռուսաստանն ինչ է։ Հասկանում եք ոնց է։ Հայաստանը չի դառնում, ինչպես իրենք են ասում, ռուսաֆոբիայի օջախ։ Գիտեք, այդ հարցը էսպես ասեմ, նախ Ռուսաստանին արմենոֆոբիա է։ Թկած վրեք է ինչ են ասում, չեն ասում։ Իսկ հարցս էսպես է։ Իսկ ինչու պիտի ռուսասեր լինի, մի հատ հարց եմ տալիս, ինչու պիտի ռուսասեր լինի, պիտի ունենա նորմալ հարաբերություններ, պետություններն այդ ձև են, պետությունները ունենալու են կանոնավոր հարաբերություններ, ինձ բան է, մեկ նման բան են ասում, բայց ես ինչ պարտավոր եմ ռուս սիրելու, են է սիրում են էլ է, հիմա ինչ եք ուզում, բայց սերը հանենք միջից, ռուսաֆոբիա, դուք տեսել եք մի ժողովրդի մասին ռուսներ մի լավ բան ասեն, տեսել եք Տեսել եք մի հատ ասեք, բոլորին ասում են ռուսաֆոբ են, այդ ինչու պետք է ֆինը ռուսասեր լինի, կասեք լեհը ռուսասեր լինի, Հայաստանը քանի տարում, մենք Սուլտան Համիդից հետո ենք այս աղետների մեջ մտել, ռուսական հրամերումով, և Լոբանով Ռաստովսկուն հիշեց, Սուլտանին ասում էր ջարդի եղբայր, հարց չկա, այդ Ռուսաստանի դեսպանն էր, նա էր ասում, չէ Ռուսաստան առանց, Հայաստան առանց հայի, են Որոնցով դաշկովներ ասում, թե խաբար չեն, այս տգիտությունից պետք է դուրս կան, այդ բոլորը պետք է իմացվի, ռուսները հրահրեցին, նրանք արեցին, ես Արցախում ինչ եղավ Արցախում, իրենք Գալատամոր արեցին, Ռուբեն Վարդանյանին էլ Բաքու ուղարկել տվեցին, իրենք ծառաներին անգամ տեր չեղան, էլի եք ուզում, ոնց է քորալն են, չեն տեսնում, կույր եք, չեք տեսնում, էլի անի, Ինչ է մնացել, հիմա մնացածը, սիրում եք, սիրեք, բայց քաղաքականության մեջ չկա բունի դա, պետական բանի համար է, ռուսաֆոբ է թե չէ, ես հարցը հռետորական աշխարհի հայությանն եմ ասում, իսկ ինչու եք ռուսասեր լինելու որ, ինչ հիմք ունեք, ինչու եք ռուսասեր, իրենք հայասեր են, հայասեր են, որ հայասեր են, այդ ինչի ես արտաշատի մեր ֆերմերների մասին չեն մտածում, Մի անգամ տեսել եք մեզից ասել շնորհակալություն հայրենական իրենց պատերազմում 330,000 զոհ ենք տվել, ում համար ենք տվել, հարց եմ տվել ու տալիս եմ տասնյակ տարիներ, ասել են շնորհակալություն, ասում են ձեզ փրկել ենք, Աստված չանի, մի հատ էլ փրկեք մենք էլ չենք մնա ՀՊԿ-ի անդամակցության կասեցման կամ կառույցի հեռացման հարցն են քննարկում։ Գիտեք ինչ կա, դրանք ինչ կան, ասեցի, ես իրենց գոհ եմ իրենցից, ինչ կան շուտ դրանք Այսինքն դրանք զուտ հայտարարություններ են, ամեն ինչ անում են մեզ իրենց կողքին։ Հայերեն վարչապետը տնտեսական մասը բացադրեց, հրաշալի բացադրեց, հիմա վատ է որ մեր վարչապետը այդքան հասկացել է, պարտադիր է Պուտինը հասկանա, Թե Զանզիբարի նախագահ, ասենք լավ էր, հրաշա դրանից ավելի բացադրելու բան չկա, են որ մի կիսագրագետ բան եկել, լրագրող, ասում են վարչապետը ճիշտերն է նայում աչքերս մեջ, քիչ էր մնացի ասեի այդ տղա կարող է թուրքի տղա ես, իրենք թուրքով են խոսում, դուրը չի գալիս Հայաստանի իշխանություն հասկանում է, որտեղ դու այդ վարչապետի հետ մեկ խոսում ես, բայց որ եթե Պուտինի հետ խոսես, վզիտ կտան կթռցնեն, բերանը չես բացի, հիմա ինչն է ասելիքս, բացադրես, դրանից ավելի բացադրելու բան չկա, բայց ուրիշ բան կա, քանի տարի ես ձեզ հետ էլ ենք ասել, տնտեսությունը ստանդարտները բարձրացրեք, դա մեզ է պետք առաջինը,
որ երբեսի աղետի առաջ ամեն անգամ չկանգնենք։ Ես հիշում եմ հետևյալ, այն ֆուտբոլային դիվանագիտության օրերն էին, այ հիմա կոնկրետ մարդ կա։ Ինձ մանկավարժականում էի աշխատում եւ հրավիրեցին ռեկտորներ, ասեց ինձ հարցում են արել, ես ուզում եմ այս հարցին Թուրքիայի հետ պիտի հարաբերությունները լինի թե չէ, ինչ եք կարծում։ Հարցը ասեց, ես ասի անշուշտ կողքի ենք ապրում, ոնց։ Պիտի բա տնտեսությունը ինքը չէ բանով, այնտեղ մարդ կար, բա տնտեսությունն ինչ կլինի, մեր տնտեսությունը չի դիմանա։ Դաշնակցությունը 30 տարի առաջ ասում էր տնտեսությունը չի դիմանա, որ բացենք, հիմա նույնն է ասում։ Այսինքն 30 տարի հետո զարգացում չկա, մարդկանց ուղեղում տնտեսությունը զարգացել է։ Ինչ եմ ուզում ասել, դա պիտի պատրաստել, անընդհատ գիշեր-ցերեկ, ուրեմն մեզ պետք է դա, երկրորդը, եթե ուզում եք Ռուսաստանի մահացու ճիրաններից դուրս գալ եւ Արցախահայի փոխարեն Ղարաբաղցի չդառնալ, Ռոստով չգնալ ռուսների համար կռվել, ուրեմն դե հարցերը լուծեք, ինչ տարնակ բան եմ ասում։ Ես տկիտությունն ինչ է բանանում, տարածված բան կա։ Մենք Ռուսաստանից այ հեռանալու ենք, եւ հեռանալու ենք ընդմիշտ ենք հեռանում, որովհետեւ ինքը մեռնում դնում է։ Ինքը նաեւ տեսեք, քանի առիթ ասեմ, մեր ընդհանուր պատմությունն ելնում են Պուտինից ծած։ Հարազատ ժողովուրդ է, դուք ասեք մենք ինչ ընդհանուր պատմություն ունենք, ինչ հարազատ ժողովուրդ ենք, փաստեր ասենք։ Ձեզ հետ շփվում ենք 250 տարի, ամենաշատը։ Մենք Բյուզանդիայի հետ, հույների հետ շփվել ենք քանի տարի, 1000 տարիներ, Հռոմի, Եվրոպայի հետ իշքան ենք շփվել, պարսիկների, դուք ով եք։ Մեր ընդհանուր ինչ պատմություն, գաղութայի պատմություն, եկել եք ցեղասպանություն կազմակերպել եք, ինչպես մոդելը Արցախում արեցիք։ Այս է ձեր պատմությունը։ Եվ հիմա երկրորդ մասը, մենք հարազատ, ինչով ենք հարազատ։ Մենք միաբնակ քրիստոնեական արժեհամակարգ ունեցող ժողովուրդ ենք, դուք երկաբնակ եք։ Դուք Բյուզանդիայից գողացել վերցրել եք հավատ, աննաիշխանուն, մենք ենք արել եւ այլ։ Հիմա ի՞նչն է հարազատությունը։ Այս շփվել ենք, մենք ում հետ չենք շփվել։ Մենք աշխարհին տվել ենք Բագրատյունյաց Հայաստանի մշակույթ, չեմ ասում պետություն։ Դուք ինչ եք տվել։ Կիլիկյան Հայաստանի պետություն ենք տվել Եվրոպային։ Ինչ եք տվել, բացի մահն ու ավերը, որ տարածել եք աշխարհով մեկ։ Եվ այսպես, այսինքն բանը մեր ընդհանուր պատմություն։ Բարձրը իրենք ուզբեկի հետ նույն պատմությունն են, ընդհանուր պատմություն։ Այս ուղեղից դուրս չի գալիս, դրա համար պատժվում են։ Զելենսկի ոչնչացնելու է, վստահ եղեք։ Որովհետև դա հնարավոր բան չի, դերել եք մի ժողովուրդ, ասում են, ինքը չկա, ոչ չկա։ Կարող է հարիվ բան եք գտել, հայ եք գտել, որ ուղեղները մտեք ուտնեք, տեսնում եք ոնց են խփում։ Խփում են եւ տեսեք, Ռուսաստանը այն առավելությունը, որ տարածական չէ, տարածքը թիկունքը նրա հասանելը չէ։ Ուկրաինական դրոններ ոչնչացնում են։ Ասում եք հիմա թիկունքը խոցելի է։ Դե ստրատեգիական առավելությունը կորավ, խոցելի չի, դյումեն են խփել։ Հա, իրենք ինչ-որ բաներ են բացադրում, բան։ Այդ Կալինինգրադից Վլադիվոստոկ մեքենաների շարժը կանգնել է։ Ստավրոպոլում այդ բերքավակը ծորենը ոնց են բան շարքացարներն աշխատեցնելու։ Եվ այսպես, բայց դա իրենց հարցն է։ Բայց Պետդումայի ընտրությունները կանցնեն։ Կանցնեն, ցարնել անցավ, ցավը տանեմ, ցարնել անցավ, Կերենսկին էլ անցավ, ցարներ մեղավոր անցավ։ Կերենսկիներ մեղավոր անցավ, Լենիններ մեղավոր ասում են սիֆիլիտիկի անցավ, Ստալինը ջիվաղի անցավ, բայց Ռուսաստանը տզվել է, ես էլ է անցնելու, սա շուտ եմ ասել, Ղրիմի պատերազմից հետո Նիկոլայ առաջինի օրին եկնելու է մարդը, բայց Ռուսաստանը չի վերականգնվելու, երբ ընդ որում ես ոչ ատելությամբ եմ ասում, ոչ էլ ուզում եմ կամ չեմ ուզում, կամ հարաբերություններին եք դեմ։ Այո, դեմ չեմ, եթե բարեստախը չգնա խոպան գնան գան, գնում գալիս են, ուրեմն ինչ եմ ուզում ասել, բայց հարցը բանի Ղրիմի պատերազմից հետո գիտեք ինչ եղավ, միջևի իրենց պատմագիտությունը չի պատասխանում, Նիկոլայ առաջինի հետ ինչ եղավ, ասում են իր բնական մահով մահացավ, մի մասն ասում է բարձը դրել են բերանին, խեղդել են, որպեսզի Ղրիմի պատերազմից հետո
կարողանան Եվրոպայի հետ հարաբերությունը կարգավորեն։ Հիմա եւ Ռուսաստանում դա տարածված բան է։ Ինչի Խրուշչևին չկացեցին, Բրեժնևը կիսա մեռել էր, չէին անում, որ ինչ ուզեն անեն, թե չարել էին։ Հիմա սրա մեջ ուրիշ հարցեր կան, հասկանում եք, հիմա դա իրենք են, մեզ ինչ, մենք պետք է կարողանանք առանձին մնանք, երբ է հաղթել գլխավոր հարցի պատասխանը, որ հայությունը բան անի, ես չեմ ասում գնա դիվիզիաներ սարքի, չէ, Ռուսիա համար դիվիզիա չսարքի, իր համար գոնե գումարտակ սարքի, ինքը Ռուսիա համար դիվիզիա բրիգադ է սարքում, իր համար գումարտակ սարքի կսկսի գիշեր ցերեկ նռալը։ Ես բաները պետք է վերջացնել, երբ է Ռուսաստանը հաղթում պատերազմում, երբ ունենում է արևմտյան որևէ պետություն կամ մի քանիսը դաշնակից իրեն, Ֆրանսիա, Գերմանիա, նայած ունդ է, այսօր չունի դաշնակիցի եւ ուկրաինացիք հաջողության հարցը փակելու են։ Նա երբեք առանց եվրոպացի դաշնակցի պատերազմ չի հաղթել։ Երբեք։ Կամ է Թուրքիա հետ գործարքի է գնացել Հայաստանի հաշվին։ Էս է, Հայաստանի հաշվին գործարք, սա իր սիրած բանն է։ Հիմա ձեռներս դուրս են եկել։ Այս անգամ գործարքը չի հաջողվել։ Ասեմ որ ինչու, որտեղ մենք ունենք ազգային իշխանություն, ով ինչ ուզում է պայթեն այսօր։ Սահմանադրական դատարանի դիմաց են ուզում են փռվել։ Դրա մասին խոսենք Կապտատև գովազդային դադարից հետո։ Հիմա լավն է, վատն է, մենք պետք է լավացնենք, էս է հարցը։ Մենք պետք է լավացնենք։ Կշարունակենք մեր զրույցը, հարգելի հայրենակիցներ, Կապտատև գովազդային դադարից հետո հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Հարգելի հայրենակիցներ, նոյանտապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն է Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, քանի որ փակում ենք Ռուսաստանի հետ այս հայտարարությունների էջը, ամեն դեպքում Մեդվեդևը շատ մտահոգված է Գագիկ Ծառուկյանին անձեռնամխելությունից զրկելու այդ իրողությամբ։ Սա ինչի հետ եք պայմանավորում, ինչու որտեղ է։ Եթե շախմատը շատ են համեմատում, չէ՞։ Բայց դա շաշկի է, ֆիգուրները թռնում են, որոնց վրա ազդեցություն ունեն, որոնցով գործ են անում։ Հիմա դրա համար բարձ է որ շատ։ Ուրեմն դրանց տեսնում եք ինչ կա։ Հիշում եք, չէ, 4 հոգու Նարիշկինն ասեց, սրանք են, որ Հայաստանում ռուսներին չեն թողում հանգիստ։ Վերջ, ես Արամը Բաբաջանյան եւ Խզմալյան, այդ Են էլ որտեղ այդ բանուգործ չունեն։ Ուրեմն սա անընդունել է, իրենց համար անընդունել է վարչապետը։ Միանշանակ։ Այն մնացած ինչ ասես ընդունել է, իհարկե Ծառուկյան Գագիկը։ Այդ Ծառուկյան Գագիկը ռուսական բանդերում նստել է, չէ, ես չեմ նստել։ Ինչ իմանաս։ Եղավ դրա համար իրենք չեն ուզում ազդեցության, հետո նայեցեք, 3 մարդ եմ հիշում, ես այդքան ուշադիր չեմ եղել Քոչարյան Ռոբերտը, այս Սամվել Կալուգացին, որը ինչ էլ արին, ասին Պուտինին մի հատ քրֆի չքրֆեց։ Նիկոլին էր ինչ ասես, ասում ասում մի հատ էլ փորձի, դա ասեց այդ մարդը ինձ ինչ արել, հա Նիկոլը աչքներ անել, հեղափոխություն արել, այսպես կոպիտ։ Եվ Ծառուկյան Գագիկը, որ ասում էր Ռուսաստանը մեր ապրանքը բան ինչ պետք է լինի։ Հիմա ապրանքը Եվրոպան առնում է, ճամփեքը բացվել են։ Ուրիշ գլխավոր ֆիգուրաներ չունեն երևի, չգիտեմ, ես այդ 3-ին եմ։ 3-ն էլ միանշանակ պաշտպանում են ոչ թե Հայաստան եւ հաջորդի շահեր, այլ պաշտպանում են Ռուսաստանի շահեր եւ նրա ներկայությունն Հայաստանում։ Դրա համար բարձ է, Մեդվեդևը պետք է ճանաչի։ Այս է բանն էլ կլինի, այն Մարգարիտա Սիմոնյան բան կելն են խոսել, այդ արմյաշկետկելն են։ Ենթադրում եմ։ Հիմա հասկանանք Մագրասարով։ Ինչ է կատարվում Սահմանադրական դատարանի նիստերը ընթանում են, ամեն դեպքում կարծես թե շատ որոշակի ձևով թեժ է։ Թեժ է դրդեն ներկայացնում է խախտումները եւ Ես իմ կարծիքը ասել եմ ձեզ մոտ, հիմա եմ ասում, որտեղ որ ես եղել եմ, որտեղ որ իմ ընկերները եղել են, մենք ոչ մի խախտում չենք տեսել։ Ու կարող են վկայել այն տեղամասը, որ ես մտա քրարկեցի ուղղակի եվրոպական ստանդարտն էլ չէր կարող լինել։ Ուրեմն այնպես, այստեղ ոչ մի բան չի եղել, մանր-մունր բան ամենտեղ էլ կարող է լինել։ Այդպես լինում է նաև Իսրայելում է միջայլոց, այդ մանր-մունր բաներ։ Ուրեմն այստեղ լեգիտիմության այս գոյություն չունի, բայց այս ռևանշիզմի գոյության հարց ունի։ Բայց ստավկա են դրել իրենց վրա։ Ես գիտեմ ինչն է ստավկեն, ոչ թե Խնդիրը իհարկե այսպես էր, առաջին հերթին Նիկոլին իշխանություն չթողել, այս էլ Պուտինի ընկերությունն է, չթողել, հեռացնել։ Բարձ է, որ եթե Նիկոլը չէր անցնելու, ԿՊ-ն չէր դիմանա, դա միանշանակ է։ Չէ, մեզ բարձ է։ Հիմա երկրորդ մասը Նիկոլի հարցը չեղավ, այսինքն գործադիր իշխանությունը կարողացավ իրեն վերարտադրել եւ պահել։ Մենք էլ օգնել ենք, այդ ասեմ ձեզ, այն չի, որովհետև ճգնաժամի ժամանակ շատ հարցեր են լինում եւ դուք վերակողմնորոշում եք։ Այդ էգոիզմը չի, որ քեզ քշի դրա։ Ընտրություններին մասնակցելը այդ նպատակը հենց ունի։ Չէ, դրա նպատակը չէր եղել, ես ուզում եի Հայաստան ունենալ պարլամենտարիզմ, ձեզ մոտ ուրիշ տեղ էլ միլիոն անգամ բացատրում էի, որ Հայաստանին պարլամենտարիզմ է պետք, ոչ թե նախագահ մի հատ, երկու հատ։ Հիմա նորից նախագահական ընտրություն սարքեցին, չստացվեց իմ ուզածը։ Ու ես ասում եմ, ես նախագահ վարչապետի համար չենք պայքարում։ Պայքարում ենք պարլամենտի եւ պարլամենտարիզմի համար, երրորդ ուժի կայացման համար, որը այդպես էլ չի ստացվում։ Երրորդ ուժն էլ մեզ է հայտարարում բոլոր իմաստներով, գաղափարական, քաղաքական, ռեսուրսային եւ այլն։ Հիմա չեղավ։ Հիմա դրա համար դե քաղաքականություն ճկուն բան է, այդպես հնարավոր չի։ Հիմա երկրորդ մասը ինչ եղավ, ուրիշ բան եղավ։ Մոսկվային հաջողվեց իր ագենտուրան ուղիղ մտցնել ազգային ժողով։ Սա տարբեր է այն նախորդից։ Եթե այստեղ գավառական երկու խմբեր էին կռիվ տալիս եւ հիշում եք ազգային ժողովում ռևանշիզմը իշքան վիժեցրեց
5 տարի վիժեցրեց պետության աշխատավարձը ստանալով, պետական ռեսուրսն օգտագործելով եւ նաեւ ուրիշ երրորդ ուժի ճամփեն փակելով, ուրեմն սա վիժեցրեց պարլամենտարիզմի կայացում, պետություն եւ այլն, այդ տաժան օրերը հիշեք։ Հիմա այս անգամ ուրիշ բան եղավ, մեկը եղավ գավառական, դե Հայաստանը կրճատված, բայց այն Մոսկովյան մայրաքաղաքից եկավ, կայսրության մայրաքաղաքից, ասենք Պուտինը ուղիղ մուտք կազմակերպեց ազգային ժողով, այսպիսի դեպք Հայաստանում չի եղել, որ նա ուղիղ խմբակցություն ունենա, վստահաբար սրանց կառավարելու Կիրիենկոն, դուք մտնելով չանցնի, որ սրանք կարող է Կոպիրկինի հետ որևէ առնչություն ունենան, ձևի համար, մեկը Կոպիրկինն է հրամանատարը, մյուսը Կիրիենկոն, ես անկասկած է, սա Ռուսաստանի մեծ հաջողությունն է, բայց իրենք դրանից դժգոհ են, ես դժգոհ եմ սրանից, որտեղ բարձ էր, որ մեր ժողովուրդը Նիկոլին պահելու է, վարիանտ չկա, հիմա այստեղ այդ հարցը իմ համար բարձ էր, լուծված էր, ես միշտ ասում եմ, չէ, ասում եմ, վարչապետի հարցը լուծված է, խնդիր երկրորդին չարեց, մեր թույլ չտվեց, որ պարլամենտարիզմ ունենանք, խորհրդարան ունենանք, ես որովհետև սրանք տեղավորվեցին եւ այլն, ահա այստեղ է ուրեմն Ռուսաստանը մեծ հաջողություն ունեցավ այս Սամվել Գալուգացուն տեղավորելով, հիմա ուր կգնա, հիմա բայց պարզ է, որ սա գործադիր իշխանություն չի, թվերն այնպիսին են, որ Ծառուկյան գագոնել չի անցնելու եւ թվերը չեն լինելու, ինչ որ իրենք ուզում են, հիմա որտեղ am ասում ինչ այդ բլեֆ-մլեֆները որ կա, որտեղ այսպես են ասում, կաշառք չի եղել, դու ոնց կարող է, հարցը ռետորական է, քրեական օլիգարխիան Հայաստանում փող ոնց կարող է չբաժանել, իրենք փողով են ծնվել, իրենք ինչ կուսակցություններ են, մեկը կարող է բացատրել, քրիստոնյաներ են, մահմետականներ են, սոցիալիստներ են, ինչ այս տասնյակ տարիներ, այսպես լցվում են, առանց հասկանալու, առանց բարի մարդկանց խմբեր, մեկ հզոր հայրենիք, մեկ բարգավաճ Հայաստան, ածականները, նայեք, ծնունդը նույնն է, ուժեղ Հայաստան, էլ որն ասեմ, այսպես ածականները, սա նշանակում է, մի լաբորատորիայում են սրանց անունները, կնքում վերեքը, իմը քաղաքական վերլուծություն է, հիմա բաներ չանեն, հասկանում եք ոնց է, ենթադրելի եւ այլն, հիմա այստեղից Մոսկվային ինչ է մնում, Մոսկվայից մնում է բան, Հայաստանը պահել մշտական անկայունության վիճակում, ներվային եւ այդ սկսել են ազգային բանից, սահմանադրական դատարանից, սահմանադրական դատարանի երկու անդամները սրանց կույսերին չի բավարարում, որտեւ իրենք են իրավաբաններն են, սրանք էլ ինչ են, փաստաբանների ահռելի բանակ են վարձել, չէ, այս օլիգարխների կթում են, ինձ թվում է Հայաստանում փաստաբանների որոշ այդ համքարություն երևի Հայաստանի ամենահարուստ մարդիկ են, Քոչարյանից էլ շատ, այսինքն գործ է գնում, իրենք ինչ են անում, Հայաստանը պահում են անկայուն վիճակում, թե չէ ինչ լեգիտիմություն, ինչ լեգալություն, չեն էլ կարողանում բացատրել, նայեցեք, լեգիտիմությունը երկու կողմ ունի, լեգիտիմ է, եթե ժողովրդի գիտակցության մեջ կա որ դա արդար է եւ դա ժողովուրդը ընդունում է որ Նիկոլը հաղթել է, այսպես ասեմ, դա ոչ մեկը չի կարող ժխտել, այսինքն լեգիտիմ է, լեգալը այնտեղ մի տոկոս, 2% օրենքի մասին է, թղթերը սխալ ճիշտ, այդպիսի մեծ սխալներ չկան, ինչի մասն է խոսքը, բայց պետք է մի բան անեն որ կպնեն, հիմա Մարիա Զախարովան եթե ադբոյ ասի կգնան տուն, եթե չի ասում իրենք պետք է շարունակեն կռիվը, հետո դա պետք է տեղափոխեն հիմա դագնապի մեջ են, փողոցային պայքար պետք է թե չէ, անշուշտ, բա երկիրը ոնց են ապակայունացնում, բայց այդ ուրեմն դրանց զանգված ելնելու է, ինչը պաշտպանը, ինչը Սրբոյի Գայլյանը հայտարարեց, որ ժողովուրդը Սրբոյի Գայլյանը, որ ժողովուրդը հաղթահարել է ժողովրդական կարգի տապալման գործը եւ իրացրել իր ընտրական իրավունքը, ընտրությունների արդյունքները չեն կարող անվավել ճանաչել, բայց այն որ խախտումներ են եղել դրանք եւ բոլորը խախտում անողները եկել են խախտումից են բողոքում, աշխարհի խարդախները իրենք են եղել Սերժ ժամանակները մոռացել ենք, հանրապետականների հետ չեն եղել, բարգավաճ, մարգավաճ, այդ դաշնակցություն եւ այն երրապետություն չի եղել,
Հանդիպում կլինի Ում։ երեք առաջնորդների հետ, Ո՞ր ինչպես է առաջնորդներն կարծում։ ովքեր են։ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Դրանք առաջնորդ են, որ Օրինակ, ղեկավարն են։ պարոն Ղազարյանն ասում էր, որ հնարավոր է հենց Սամվել Կարապետյանի առանձնատանը հանդիպեն, որտեղ նրան հնարավորություն չի տրվում, չէ՞։ Ուրեմն ցավ Այդպես բան եմ ազատ- էլի ասեմ։ Եթե Պուտինն ասեց հանդիպում եք նույն րոպեին, կապ չունի ով են ինչ են։ Եթե չեն ասում, չէ։ Այսքան բան։ Հետևենք Ուր, զարգացումներին, պարոն հետևենք, Շիրինյան։ հետ կա։ Ամեն նոր իրադարձություններ են տեղի Սիրով, ունենում, հա։ այնպես որ մենք Դա հաջորդին արդեն այդ սահմանադրական անցած Դատարանի- կլինի, տեսնենք ինչ են մատներից անած բստերում բան անում։ Իրենք հիմա խնդիր ունեն, ինչի վրա ապագարնացնեն երկիր, ինչի վրա։ Բայց իրենց վնասը տվել են։ Հայաստանում պարլամենտարիզմ 5 տարի չի լինելու, չեք ունենալու պարլամենտ։ Այս աչքները լույս չագերտավոր եմ ասում։ Ինչը մեռա բացադրելով ասելու, երրորդ ուժ չի լինելու Հայաստանում, եթե իշխանությունը ձևերը չգտնի։ Մեզ հետ միասին համագործակցաբար պարլամենտարիզմի ժալյուզները չբացի։ իսկ դրանց մեխանիզմները կան, որ Ես կարելի- գիտեմ, թող դուք ասենք, գիտեք։ ասեն։ Իհա։ Մենք Ինչի՞ պետք է ասեմ։ մենք եթերից էլ կփորձենք այդ ամենը հուշել։ Սիրով, եթերից խնդրի։ Շնորհակալություն, պարոն Շիրինյան, այսօր Խնդրի։ հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։